Միքայել arczepiskopos Աջապահյանին իր պատմողական բնույթի խոսքի համար, ընդամենը խոսքի համար, 2 տարվա զտազրկման դատապարտելը աննախադեպ բան է, բայց զարմանալի չէ։ Սա դասական քաղաքական հետապնդում է, որի միակ իմաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չունի այլ մտահոգություն, քան իր իշխանությունը պահելը։ Կհիմնավորեմ հերթով։ Առաջին, եթե անգամ ընդունենք, որ Միքայել arczepiskoposը ռազմական հեղաշրջման կոչ է արել, ապա Նիկոլ Փաշինյանն էլ մի քանի անգամ հեղափոխության կոչ է արել։ Բամ ինչ տենց վատա հրապարակային էլ տեքստա բոլորը կարդում են։ Հիմա դուք կարիք չունեք, որ կոնսպիրատիվ ինֆորմացիա տալ։ Այն ինչ որ դուք ասում եք, բոլոր մարդիկ գիտեն, բա դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք։ Դրանք համարժեք հասկացություններ են։ Գիտեք ինչու։ Որովհետև իրավունքի մեջ, օրենսդրության մեջ ոչ միջազգային, ոչ մեր ներքին չկա հեղաշրջում եւ հեղափոխություն բառերի իրավական սահմանում եւ դրա վերաբերյալ քրեական հետապնդում սկսելու որևէ բան։ Միքայել arczepiskoposին մեղադրում են իշխանության զավթման կոչերի համար ԶԼՄ-ներով։ Մինչդեռ նա ԶԼՄ-ներով ընդամենը պատմում էր, թե քանի անգամ ասի բացի բաց ռազմական հեղաշրջումը պիտի պատերազմի օրերին ասի։ Եվ նախագահներին ասեցի։ Քոչարյանին եւ Սերժին։ Դուք ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունեք։ Ես իշխանության զավթման կոչ չեմ արել։ Ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք այս երկիրը։ նա պատմում է վաղուց ինչ-որ մի իրադարձության մասին, այսինքն եթե անգամ դա կոչ է, դա ժամկետանց եւ ռեալիզացվող կոչ չէ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ասում է, վեր կացեք հեղափոխություն արեք հրապարակային ԶԼՄ-ներով, դա է կոչը, հասկանում եք։ Եվ չկա իրավունքի մեջ ռազմական եւ ոչ ռազմական հեղաշրջում կամ հեղափոխություն։ Ընդհանրապես դասական իմաստով, օրինակ Քեմբրիջի բառարանը կարող եք բացել, հեղափոխությունն էլ ունի ռազմական բաղադրիչ։ Դա իշխանության բռնի փոփոխությունն է։ Թավշյա էր, ոչ բռնի էր, դա ընդամենը իրադարձություն է, որ կարող է լինել, կարող է չլինել։ Եթե Միքայել arczepiskopos Աջապահյանը ռազմական հեղաշրջման կոչ անելու համար դատապարտվել է 2 տարվա զտազրկման, ուրեմն նման քրեական հետապնդում պետք է բացել նաև Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Երկրորդ, եթե անգամ ընդունենք, որ arczepiskoposը իսկապես օրենք է խախտել, պատիժը նախատեսվում է տուգանքից մինչև 2-ից 5 տարի զտազրկում։ Ինչու է ընտրվել ամենախիստ պատիժը, երբ Նիկոլ Փաշինյանի Ախտոշարասյան վարորդը, ով հղի կնոջ է սպանել, եւ դա հսկայական, բացասական էմոցիոնալ ազդեցություն է ունեցել հանրության վրա, դիտավորյալ թե ոչ դիտավորյալ սպանություն, այսինքն մարդուն կյանքից զրկել են, դատարանը երկար ամիսներ քննել է, այդ մարդը ընդհանրապես չի նստել, այսինքն կալանք չի կիրառվել, եւ ընդհանրապես ստորագրություն չհեռանալու մասին, եւ վերջում որոշել են, որ նա 1.5 տարի պետք է կալանավորվի, կարծեմ մինչև հիմա էլ կալանավորված չէ։ Հետևաբար սա ընտրողական արդարադատություն է, իսկ դրա իմաստը որն է, սիրելի բարեկամներ։ Իր վարորդը չի սպառնացել իր իշխանությանը, իսկ ահա arczepiskoposը կոչ է արել փոխել Նիկոլ Փաշինյանին։ Սա է գաղտնիքը։